Դու իմ նշանն ես։ Իշե, դու Ադոյան ես։ Դու չես կարող փոխել աշխարհը։ Մամի գնա։ Ծանր է ու անասելի այն մարդու ճակատագիրը, ով իր սրտում կրում է կարոտն ու ցավը։ Դժվար է նրա ճանապարհը, ով ստիպված է հեռանալ իր տուն ու օրանից, օտարափերում կյանք որոնելու։ Վանից դեպի Ամերիկա։ Նման ճակատագիր պարտադրեցին հայի արժանավոր զավակներից մեկին, Ոստանիկ Ադոյանին, աշխարհին հայտնի Արշիլ Գորկուն։ Նրա կյանքն ու ներաշխարհը բեմում վերակենդանանում են որպես ներկայի ու անցյալի հիշողությունների անվերջ բախում ու պատերազմ։ Ագրավակար, Վան, Խորկո, իմ հոգին փակված է ձեր ժայռերի մեջ, ձեր ամական պաղջրերի խորակունքներում, ագրավակար, վերադարձրու ինձ, որ ձեր պերիտ մեջ գտնեմ կորածանասներ։ Ներկայացումը պատմություն չէ մեկ արվեստագետի մասին, այն հայ նկարիչ Արշիլ Գորկու միջոցով ամբողջ մի ժողովրդի ճակատագրի ներկայությունն է։ Սա սեղմ, բայց խորքային անդրադարձ է 1915 թվականի ողբերգությանը։ Բեմը ամբողջական կտավի է վերածված, որտեղ կինոժապավենի նման կադր առ կադր Ոստանիկ Ադոյանը վերապրում է իր անցյալը։ Տեր, դու ընդունեցիր նրանց։ Ողջ էությամբ էր հայ, որովհետև նա երբեք չդադարեց մտածել հայերեն, նրա գույները երբեք չդադարեցին լինել հայերեն, նա հայերեն էր ստեղծագործում։ Եվ ինչպես Սարոյանն ասում է, ես գրում եմ անգլերեն, բայց մտածում եմ հայերեն, նա նույնպես, որովհետև նրանք այն սերունդն են, ովքեր որ ոչ թե իրենց օժար կամքով լքեցին, այլ նրանք ստիպված են եւ արմատներին շատ կարճած են, եւ իր ամբողջ ապրումները նա դրեց իր ստեղծագործությունների մեջ։ Իսկ պայքարն ու ներսում կուտակված ցասումը գալիս էին մորը Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանին տված երթումից։ Մի օր անպայման վերադառնալ, վրեժ լուծել։ Նրան ապրեցնում էին Վասպուրականի ու Շատախի երգերը նաև, որ երգում էր քրոջ հետ։ Այդ երգերի մեջ կարոտախտ ու հայրենաբաղձություն կար, որ չես արտահայտի ոչ մի այլ բանով։ Վերենադարի աստված շեն Միգուցե եւ ներկայացումը դիտող հանդիսատեսը հասկանա, որ հայրենիքը ամեն դեպքում ամենաթանկ բանն է, որ ունես, եւ եթե հնարավոր է, որ չգնաս, ես լքել բառը չեմ ուզում օգտագործել, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր գնացին, որովհետեւ հանգամանքը զորեղ էր։ Մեղադրել չի կարելի, որտեղ մենք չգիտենք մեզ հետ ինչ կլինի վաղը եւ չտա Աստված։ Բայց ամեն դեպքում գնացողները կարծում եմ ավելի մեծ ցավի ու վշտի ու հիշողության մեջ են, քան մենք որ մնացել ենք։ Պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանն առաջիններից էր, ով 1980-ականների սկզբին խոսեց ու հայ հանրությանը ներկայացրեց Արշիլ Գորկի կեղծանունով աշխարհին հայտնի դարձած գեղանկարիչ Ոստանիկ Ադոյանին։ Ինչպես պիեսը, այնպես էլ Գորկու մասին նրա հետագագրությունները ստեղծվել են քրոջ հետ նամակագրությունից ստացված տեղեկատվությունների հիման վրա, տալով ավելի անձնական ու խորքային պատկեր արվեստագետի կյանքի մասին։ Ներկայացումն արդեն ավելի քան 10 տարի չի իջնում բեմից, միևնույն ժամանակ այն կրում է ուսուցողական բնույթ, հատկապես դպրոցահասակ հանդիսականի համար այն հնարավորություն է ճանաչելու մեր մեծերին, նրանց անցած ճանապարհը եւ ծանոթանալու անցյալի պատմությանը։ Գնում եմ! Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։